եւ քեզ լինի փառքը, պատիվը եւ մեծությունը հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Մեզ ոչ խնդիրները, ոչ հիվանդությունները, ոչ ցավերը չեն կարող հեռացնել Քրիստոսի սիրուց։ Ամեն։ Տերը զորավոր բաներ անում։ Հզորը մեծամեծ գործեր անում։ Դա ակնհայտ երևում է իմ կյանքում, քո կյանքում եւ բոլորիս կյանքում։ Այս նշանակում է, որ Աստծո սերը եւ քաղցրությունը եւ նրա բարեհաճությունը հələ դեռ այս երկրի վրա կա ու շարունակվում է։ Ասում է Երանի այն ծառային, երբ որ Տերը կգա, կտեսնի այն գործը անելուց, ինչ որ անում էր։ Հիմա շատ վերջի օրերի մասին շատերն են խոսում ու չգիտես ինչի բոլորը սենց վերցրել են այս խոսքը ու սենց ահ ու սարսափի մեջ նստած են։ Սիրելիս, նորից եմ կրկնում, Երանի այն ծառային, որ երբ որ Տերը կգա, անի այն ինչ որ անում էր, այն մնացած արդեն մեր բաժինը չի։ Բայց երբ որ կգա, հաստատ իմացիր, որ ինքը չի գալու, տենա որ դու սենց կանգնած, ոչ մեկի հետ չես շփվում, որպեսզի մեղք չգործես, կամ քեզ ինչ որ վատ ինֆորմացիա չասեն, ու մեկուսացված վիճակում ես, ու ոչինչ չես անում։ Ստեղ ես ուզում եմ քեզ հայտնություն տալ, որ ասում է Երանի այն ծառային, երբ որ Տերը կգա, ես նորից եմ ասում, մեր Տերը շուտով գալու է։ Ուրեմն այն ինչ որ անում էր, լավ գործ, բարեգործություն, շարունակի անել։ Երբ կգա, երանելի ես, որ կգա կտեսնի դու ինչ որ բան ես անում Տիրոջ համար, կասի բարի հավատարիմ ծառա։ Այսինքն սիրելիներ, ես ուզում եմ այդ կրակը քո մեջ գցեմ, որ անկախ իրավիճակների մեջ ես հայտնվել, դու մի նայի երևույթին, դու նայի այն ինչ որ Աստված քեզ տվել է շնորհք, Աստված քեզ տվել է իշխանություն, դրանք օգտագործիր ցանկացած քո նման մարդու համար, ով կարիքը ունի դրա, որովհետև եթե հիվանդ ենք, մենք այդ հիվանդի մեջ ում պիտի տեսնենք, Հիսուսին պիտի տեսնենք ու գնանք այցելենք այս սիրով, ինչը որ Հիսուսը մեզ փոխանցեց, ինչ որ ավանդեց մեզ։ Ուրեմն մենք պիտի շատ զգույշ լինենք ու հարատև լինենք բարի գործերի մեջ։ Երբեք չդադարես բարեգործությունը, երբեք չդադարես քո ցանքսը, առավոտան ցանիր քո սերմերը, չգիտես որն է հաջողություն բերելու։ 5-րդը, 6-րդը, այսինքն առատաձեռն եղեք, բարի գործ եղեք Տիրոջ գործի մեջ։ Ինչ օգուտ է պարգև ունես, բայց պարգևը չի աշխատում։ Ինչ օգուտ է Տիրոջից շնորհք ունես, լավ համով բաներ պատրաստես, բայց էգոիստաբար մենակ քեզ համար ես պատրաստում։ Ու ասում ես տխուր եմ, տրտմած եմ, մի տեսակ կյանքը սպառվել է։ Գիտեք, Գանձանակի մոտ կանգնած են կինը, որ 2 լումա ուներ, բերել էր իր վերջի լուման գցելու։ Հիսուսի տեսողությունը աստվածային տեսողություն էր։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն սիրելիս, մի սահմանափակվիր նրանով, որ դու կենտրոնանաս քո իրավիճակների վրա։ Ես մի հատ պատմություն եմ պատմելու 3-րդ թագավորաց գլխից, մենք գիտենք այդ կնոջ մասին, հիշում եք, որ Եղիայի մարգարեին Տերը ուղարկեց, Սարեփթա, ասեց մի կնոջ հրամայել եմ, որ քեզ կերակրի։ Մարգարեն գնում է ու տեսնում է լրիվ ուրիշ տարբերակ։ Այնինչ, որ այդ ժամանակ Եղիայի աղոթքի միջոցով երաշտ էր։ Գիտես, որ իշխանություն կա քո շրթունքների վրա, իրավիճակներ փոխելու։ Բայց երբ որ դու հայտնվել ես այդտեղ, նշանակում է, որ Աստված քո բերանից դուրս եկած խոսքը օգտագործելու է։ Իհարկե, ես հավատում եմ, որ ամեն հավատացողի համար։
Մենք էլի տեղեր կուսումնասիրենք, բայց եկեք այս պատմությանը մի քիչ անդրադառնանք, այն յուղը, որ բերեց, լցրեց ու ասում եմ միջև այնքան ժամանակ, որ երաշտը փոխվեց։ Բայց դրանից հետո մի հատ ուրիշ խնդիր է գալիս։ Ինչ խնդիր է գալիս։ Գալիս է այն, որ իր երեխեն, փոքր տղան, ասում է հազիվ շնչում էր ու մահացավ։ Եվ պատմությունը հետաքրքիր ինչա կատարվում այստեղ։ Եկեք, եթե դու ունես Աստվածաշունչ, արի իրար հետ բացենք 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխ, 17-ից 24 համարները ես նորից կկարդամ սիրելիս։ Այս դեպքից հետո, այսինքն որ դեպքը, երբ որ այն գործը Եղիան ավարտեց այս մարդու կյանքում, հիշենք, բայց մի կարևոր իրադարձություն, որ երբ որ Տերը ուղարկեց մարգարեին Սարեփթա, ասեց ես մարդ եմ հրամայե, որ քեզ կերակրի։ Այսինքն ուզում եմ նորից հասկանաս, որ ամեն ժամանակ, ամեն բանի մեջ Աստված տեղյակ է։ Մենք երբեմն բաներ ենք անում, ասում ենք, տեսնես Աստված տեսավ, Աստված տենում է այս իմ արած լավությունը։ Գիտես, սիրելիս, ես նորից եմ ասում, ամբողջ էր։ Ունդեղ շատ մեծահարուստներ կային, որոնք բերում էին իրանց ընծաները, տասանորդը, իրանց մեծ նվիրատվությունները Տիրոջ տան մեջ, ընծայում էին իրանց ավելացածից, բայց այն կինը, որ ուներ իրա լուման, վերջի լուման, նա խոսում է իրա սրտից, ունեցած են ամեն ինչը, որ նա գիտեր, եթե նույնիսկ այդ վերջինը տալիս է, իրանը երբեք չի պակասում։ Ու այս կինը չգիտեր դեռ իրա հետ ինչ էր կատարվելու, բայց ինքը ասեց, ինձ համար ջուր կբերես, մարգարեն կնոջն ասեց։ Երբ որ գնում էր ջուր բերելու, ասեց հետ գալուց մի փոքր հաց էլ բեր։ Եվ այդ կինն ասեց, քո Տեր Աստված վկա, որ ես մի փոքր, մի բուռ ալյուր ունեմ եւ մի փոքր ձետ։ Այս փետն էլ հավաքել եմ նրա համար, որ բերեմ մի փոքր հաց պատրաստեմ, ուտեմ ես եւ իմ երեխեն, դրանից հետո մահանանք։ Բայց մարգարեն ասում է կենթանիա քո Տերը, կենթանիա քո Աստված, որ քո տան յուղը չի պակասի, այն ժամանակ, երբ որ նա ընծայեց, բերեց, տվեց եւ Աստծո կրակը չուշացավ նրա կյանքի մեջ։ Եվ մենք տեսնում ենք այս պատմությունը չավարտած, հիմա խնդիրն առաջանում է երեխու հետ։ Սկսենք այդտեղից կարդալ։ Այդ դեպքից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ տան տիրուհու տղան հիվանդացավ, եւ նրա հիվանդությունը խիստ ծանր էր։ Մինչև իսկ շունչը չէր մնացել նրա մեջ։ Եվ կինն ասաց Եղիային. դու ինչ ունես իմ հետ, մարդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը եւ մերցնես իմ որդուն։ Ինչ ես կարծում։ Աստված ուղարկել էր մարգարեին, որ այդ ամեն ինչը բացահայտել, սիրելիս անկախ ամեն ինչից, սուրբերը, որտեղ հայտնվում են, մեղքը բացահայտվում է։ Տեսեք, մարգարեն ոչ մի բան չի խոսում նրա անցյալի մասին, ներկայի մասին, բայց Տիրոջ ներկայությունը բերում է յուրաքանչյուր մարգարեի, ծառայողի, այն մարդկանց կյանքի վրա, ովքեր որ մեղքի մեջ են։ Եվ ասում է, ինչ գործ ունես դու իմ հետ, դու եկար, որպեսզի իմ մեղքերը բացահայտնես, հիշացնես, բայց մենք տեսնում ենք ամենևին մարգարեն ուրիշ բան է խոսում։ Դու ինչ ունես ինձ հետ, մարդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը եւ մերցնես իմ որդին։ Եվ նա ասաց կնոջը. ինձ տուր քո տղայիդ։ Կարող ես տալ քո խնդիրը Տիրոջը, հա? Հիմա դու խնդիր ունես։
վերցրու այդ խնդիրը, պատկերացրու, որ Աստված կանգնած է հիմա այստեղ, նա ասում է տուր քո խնդիրը ինձ, որն է իմ ու քո խնդիրը, Տերը գիտի, թե դու ինչ խնդիր ունես, Աստված տեսնում է, թե ինչ խնդիրների մեջով ես անցնում դու, Աստծո նպատակը չի, որ գա քեզ հիշեցնի քո մեղքերը, Աստծո նպատակն է, որ քեզ ազատի մեղքից եւ քո հիվանդությունը, քո խնդիրը վերցնի եւ ինքը լինի քո Աստվածը եւ դու հնազանդվես նրա բոլոր հրամաններին, Պետրոս առաքյալն ասում է խոստովանեցեք Տիրոջը, խոստովանեցեք, որովհետեւ ասում է նով խոստովան ինչ կգտնի, ողորմություն կգտնի, իսկ նա ով ծածկում է իր մեղքը, նա ողորմություն չի ունենա։ Հիմա սկինը ամեն ինչ ուներ ինա ներսում բացահայտեց Տիրոջ առաջ, Մարգարեի առաջ, որովհետև նա տեսա, որ մի փոքր ալյուրը եւ մի փոքր ձեթը այնքան շատացավ, որ ամանները տեղ չկարել, ասեց բավականը։ Ու նրանք ապրեցին այնքան ժամանակ ու խնդիր չունեին հացի, բայց ունեին մի կարևոր բան։ Մենք կարող է հացի խնդիր չունենանք, սիրելիս, բայց Աստծո հետ ունենանք հարաբերության խնդիր։ Ես ուզում եմ հենց շեշտը դնել դրա վրա, որ Աստված նյութականի վրա չի շեշտը դնում, Աստված դնում է քո հոգևոր բժշկության վրա, որ ես ու դու կարողանանք հասկանանք, որ մենք ինչ ենք գործել, որ մեր կյանքում մի բան չի գնում այնպես, ինչպես որ պետք է։ Եվ Աստծո նպատակն է, որ այսօր քեզանից վերցնի քո խնդիրը եւ նա լուծում տա քո խնդիրներին։ Դու դրան հավատում ես։ Ուրեմն դու այսօր հրաշքը քո ձեռքին տուն ես գնալու։ Ամեն։ Եվ եկեք շարունակենք, տեսնենք ինչա կատարում։ Եվ նա ասաց կնոջը. «Ինձ տուր քո տղայիդ»։ Հիմա սիրելիս, մի կարևոր բան ենք անում։ Մենք տալիս ենք Տիրոջը մեր խնդիրները։ Եվ վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, եւ նրան պարկեցրեց իր անկողնու վրա, եւ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ով Տեր իմ Աստված, միթե պիտի չարիք անես այս որբևայրին էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, եւ մերցնես նրա որդուն»։ Եվ 3 անգամ փռվեց երեխայի վրա եւ կանչեց Տիրոջը ու ասաց. «Ով Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրու իրեն»։ Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, եւ երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։ Եվ Եղիան վերցրեց երեխային վերնատնից, իջեցրեց տուն եւ նրան տվեց իր մորը, եւ Եղիան ասեց. «Տես, որդիդ կենդանի է»։ Ես ուզում եմ ասեմ, սիրելիս, տես, որ Աստված կենդանի է։ Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ»։ Գիտես հրաշքները երբ են գալիս, երբ որ հրաշքը կատարվում են, երբ են մարդիկ տեսնում, երբ որ հրաշքը կատարվում է, ահա հիմա գիտեմ, որ դու Աստծո մարդ ես եւ քո բերանի Աստծո խոսքը ճշմարիտ է։ Տեսեք, քո բերանի Աստծո խոսքը։ Մենք խոսում ենք Աստծո խոսք, չէ՞։ Բայց կարա իմ անձը ամենևին չհամապատասխանի են հրաշքներին, որ Աստված ուզում է, փնտրում այնպիսի անոթ, որպիսի նրա միջոցով գործածի։ Յուրաքանչյուր հավատացողի համար կա այս ամենը։ Պարզապես մենք պիտի հասկանանք, որ մեր գործի մեջ, մեր վարվելակերպի մեջ այնքան մենք պիտի զգուշ լինենք, ինչպես որ Մարգարեն էր, իրան Մարգարեի պես էր պահում, իրան Աստծո ընտրյալի պես էր պահում, նա չէր անում մի բան առանց Աստծո կամքի։ Մենք կարդում ենք, որ Եղիսեի կյանքում, երբ որ գնում էր Եղիայի հետևից, հիշում եք, ասում է Մարգարեների որդիները որտեղից գիտեն, որ Եղիան շուտով վերցնվելու է։ Հայրը տունը խոսացել էր, մարգարեացել էր, լսել էր, դրանց համար հեշտ է, բայց Եղիսեին ասում են, գիտես, որ Տերը այսօր քո տիրոջը վերցնելու, ասում էր, գիտեմ, սուս մնացեք,
Նա գնում էր։ Նրանք տեսան, գիտեք ինչը տեսան, Եղիսեին, որ Եղիան արեց նույն բանը, երբ որ իր վերնաշորը հանեց, գետը անցնելու ժամանակ, այդ որ գետն էր, Հորդանանն էր, խփեց, ջուրը ցամաքվեց, ջուրը բացվեց երկու մասի, եւ երկուսը ցամաքով անցան, նույնը տեսան, նրանք սպասում էին, գիտես ցանկացած մարդիկ սպասում են, այս մարդու միջոցով Աստված ինչ կարանի, բայց եթե դու Եղիսեի պես անձնավորություն ես, որ ոչ մի բանի չես հետևում նայում, դու նայում ես դեպի քո ուսուցչին, դեպի նայում ես քո Աստծու ճանապարհներին, հաստատ իմացի, որ Տերը նույն բանն անելու է քո միջոցով։ Եվ այդ նույն մարգարեների որդիները գրված է խոսքում, որ տեսան, որ Եղիսեն հետ գալուց նորից խփեց գետին, գետը երկու մասի բաժանվեց, նա անցավ։ Ինչ ես կարծում, մարդկանց մոտ տպավորություն չփոխվեց արդյոք։ Փոխվեց, որովհետև ասեցին տեսանք այն ինչ որ անում էր իր ուսուցիչը։ Գիտես նրանց աչքերի համար մի Եղիսեն դե ձեր լվացող տղա էր։ Ինչ ես անում Եղիսե։ Դե իմ հովիվի ձեռքերն եմ լվանում։ Նրանց մոտ մի տեսակ տպավորություն իսկ մեր հայրը մարգարեություն անում։ Էդ էլ հələ հարց է։ Ով ուր կհասնի։ Սիրելիս, եթե դու մի գործ ես անում եկեղեցում ու դա նկատ է, Աստված տեսնում է։ Եթե դու գնում ես այն կոչմանը, եթե դու չես մնում այն ամենի մեջ, ինչը որ Աստված քեզ կանչել է, նշանակում է դու արժանի չես։ Բայց եթե դու արժանի ես, դու պիտի չնայես ոչ մի բանի։ Հիշում եք Աստված ինչ ասեց Մովսեսին։ Երբ որ ինքը պիտի գնար Փարավոնի հետ հանդիպելու, ինչ կա ձեռքի տակ։ Ինչ ունես, հիմա Աստված նույնն ասում է, ինչ կա քո ձեռքի տակ։ Նա ասեց փայտից գավազան, ասեց դա էլ բավական է։ Մենք ասում ենք գնանք այս ինչ ավարտենք, չգիտեմ, այն ավարտենք, այն սովորենք, սիրելիս։ Եկեք Աստծո հետ ընկերություն անենք, եկեք Աստծո հետ մտերմություն անենք, ամենալավագույն ուսուցիչը ես դեմ չեմ կրթությանը, քավլիցի, ընդհակառակը ես բոլոր նոր սերունդներին կոչ եմ անում, որ իրականում անցնեն բոլորը հոգևոր հանրակրթարանից, մինչև Աստվածաշնչյան դպրոցից, մինչև համալսարան ու ավել գնան։ Դրա մասին չի խոսքը, բայց լավագույն բանը, որ մենք այսօր կարող ենք անել, դա Տիրոջ հետ, Սուրբ Հոգու հետ հարաբերություն ունենալ, որպեսզի նրանից լսել ու այն հայտնությունը, որ մենք ունենում ենք, կարողանանք մարդկանց փոխանցենք, որովհետև Մովսեսի ձեռքին բացի փայտը ոչ մի բան չկար, հովիվ մարդու ձեռքին ինչ կարար լիներ։ Բացի մի փայտ, որ մեկ գառներ կան, որ մի քիչ դանդաղ են գնում, խփում է, նրանք էլ մի քիչ արագացնում են իրանց ձև տալով, առաջ են ընկնում ու հասնում են հոտին։ Դրա համար էր, բայց հենց այդ գավազանի վրա Տերը իջեցրեց իր կրակը, սիրելիս Աստված, նույնպես ինչպես Եղիայի կյանքում, ինչպես Եղիսեի կյանքում, ինչպես Մովսեսի, ինչպես մեր այսօրվա օրվա համար, իմ եւ քո հետ անում է նույն բանը։ Աստված նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան, նա հավատարիմ մարդ է ման գալիս, որ կգնա ու Տիրոջ գործը կանի։ Տեսեք հիմա տեղափոխվենք Գործ առաքելոց ժամանակահատվածը, տեսնենք այս խեղճ առաքյալների գլխին ինչ էին դնում ժողովուրդը, քանի որ նոր էր, թարբեր է ամեն ինչը, Հիսուսի հարությունը եւ սկսել էր մի ուրիշ կրակ ու ամեն բան անում են, որպեսզի քրիստոնյաներին կայնացնեն, որպեսզի ավետարանը չքարոզվի։ Եվ մի Գամաղել անունով դպիչ կար, փարիսեցի, բայց առաքյալի ուսուցիչներ, բայց ինքը մի շատ լավ խորհուրդ է տալիս ու մենք եկեք կարդանք, տեսնենք, որ այս մարդիկ երբեք չմնացին իրանց տեղերում։ Գործ առաքելոց 5:34-42 համարները։
Բայց Ատյանում վեր կացավ Գամաղել անունով մի փարիսեցի, որ օրենքի ուսուցիչ էր, ամբողջ ժողովրդի կողմից պատված եւ հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։ Եվ նրանց ասաց. ով իսրայելացիներ, զգուշ եղեք, թե ինչ եք անելու այս մարդկանց հետ, որովհետև օրեր առաջ ելավ Թևադասը եւ իրեն երևելիք մեկը ցույց տալով եւ նրան շուրջ 400 մարդ հարեց, այսինքն նրա միաբանությանը հարեցին 400 մոտ 400 մարդ եւ ինքը սպանվեց, իսկ նրա համախոհները բաժան եղան եւ ոչ ոք չմնաց։ Նրանցից հետո մարդահամարի օրերին Գալիլացի Յուդան ելավ եւ իր հետևից շատ մարդկանց տարավ։ Նա եւս կորստյան մատնվեց, իսկ նրա համախոհները ցիրուցան եղան։ Եվ հիմա ասում եմ ձեզ, այդ մարդկանցից հեռու մնացեք եւ թողեք նրանց, որովհետեւ եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի։ Բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել։ Այսինքն մի բան էին ուզում հասկանան, որովհետև այս մարդկանց օրինակը ցույց էր տվել, ու ինքն ասեց մենք ունենք փորձ։ Մեր առօրյայում մենք տեսել ենք, մեր իրականության տեսել ենք մարդիկ, որ մեկը 400, մեկը չգիտեմ ինչքան, համենայն դեպս մարդիկ ունեն իրանց բազմությունը, հետևորդները։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ, սիրելիներս, որ մեր գործը ոչ թե հիմնված է մարդու վրա, այլ Աստծո գործի վրա։ Եվ առաքյալներին ճիշտ աստեղ շատ վատ են վերաբերվում, բայց հետաքրքիրը հետևյալն է։ Հիմա ասում եմ ձեզ այդ մարդկանցից հեռու մնացեք եւ թողեք նրանց, որովհետեւ եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, մի ուրիշ թարգմանության մեջ ասում է, եթե մարդկային է իրանց գործը, կքանդվի, բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել, միգուցե Աստվածամարդ էլ դառնաք, այսինքն դուրս գաք Աստծո դեմ պատերազմելու, հակառակվեք Աստծուն։ Նրանք հավանություն տվեցին նրան եւ կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն եւ նրանց արձակեցին, իսկ նրանք ուրախանալով գնացին Ատյանից, որովհետեւ նրա անվան համար էին անարգանքի արժանացել։ Սիրելիս, եթե կա այստեղ մեկը, որ Տիրոջ համար անարգվում է, դու երանելի ես։ Ես չգիտեմ ով է, եթե կա։ Եվ ամեն օր չէին դադարում, տաճարում ու տներում ուսուցանել եւ Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։ Գիտեք ինչի, որովհետեւ արդարի գործը արդարացնում է Աստված։ Իսկ մեր գործը արդար է, սիրելիներս, համարձակ եղեք մարդկանց վրա աղոթք անելու։ Զգուշություն արա անձիդ ու վարդապետությանդ։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի զգուշություն անենք առաջինը մեր անձին, անձը ինչն է ներկայացնում։ Անձը այսօր ներկայացնում է Քրիստոսի ներկայացուցիչը աշխարհի մեջ։ Ուրեմն սիրելիներս, մեր վրա դրված է ավելի մեծ պատասխանատվություն, թե մենք ինչպես ենք գործում, ինչպես ենք վարվում, արդյոք մեր խոսքերի մեջ կա գործող իշխանություն, որովհետև երբ ենք մենք դա տեսնում, երբ որ աղոթում ենք հիվանդի, տկարի, կույրի, բորոտի, կաղի համար, եւ մենք տեսնում ենք բացահայտ Տիրոջ հրաշքը։ Եթե Տերը հրաշք անում, էլ ինչ են կայնում սկսում բողոքարկել։ Ուրեմն Աստծո մարդը միշտ պիտի քայլի Տիրոջ կամքի մեջ եւ ուշադրություն չդարձնի, թե ինչ են անում։ Նա թող տեսնի ընդամենը այն աղոթքը, որ ինքը բարձրացեց ու Տերը լսեց, ուրեմն դա Տիրոջ կամքն է, սիրելիներս, որովհետեւ շատ անգամ այսօր եթե մի բան վկայություն ես դնում, ինչ որ մի բանի մասին խոսում ես, սկսում են ամբողջ համացանցով ու ամբողջ քո ընկերները հարձակվել քո վրա։
Այդ ոնց է լինում, սիրելիներս, ես չգիտեմ դա ոնց է լինում, բայց գիտեմ մի բան, որ մի ժամանակ աղոթում էի, ոչինչ տեղի չէր ունենում, իսկ հիմա աղոթում եմ, Աստված հրաշք անում, դրանով կարամ ես ասեմ։ Ուրեմն սիրելիներս, դու դրա մեջ քեզ վարժեցրու, անձը մեծ կարևորություն է, սիրելիներս, որ մեր անձերը մաքրած լինենք, ավազանի ջրով, սովորացրած ամեն Աստծո վարդապետական խոսքին, ինչպես որ Տիմոթեոսին ուղղված նամակում Պողոս առաքյալն ասում է, զգուշություն արա քո անձի վրա եւ վարդապետությանդ ուշադրություն դարձրու։ Ուրեմն սիրելիներս, մենք չպիտի ավարտենք մեր գործը նրանով, որ ասենք դե Տերը լսում է ու գնում ենք առաջ, սիրելիս, ավելի ուշադիր եղիր, հիշիր այն կնոջ ասեց, ես հիմա հավատում եմ։ Հավատքը որտեղից ծնվեց, տեսավ, որ նրա գործողության մեջ նա տեսավ փաստ իր երեխան մահացավ։ Բայց Մարգարեի աղոթքը, հիմա Մարգարեն ինչ արեց։ Ինչ չարեց։ Մենք տեսնում ենք, որ իր ձեռքերին ոնց տարել էր, նենց էլ արդեն իջեցրեց, մորը տվեց, ասեց, ահա քո որդին ասեց, ես հիմա տեսնում եմ, որ քո բերանի խոսքը ճշմարիտ են, որ դու Աստծո մարդ ես։ Ուրեմն սիրելիս, Աստծո մարդ լինելը դա դեռ չի, որ մենք եկեղեցի ենք գալի։ Աստծո մարդը արդարանում է նրանով, երբ որ մենք վարմունքով, գործողությունով եւ արդարությունով պիտի գնանք։ Իրականում վերցնի ոչ թե պարգևը շնորհքայլ են գործը, վարմունքը, որ անում էր Հիսուսը։ Այդ ամեն ինչը կտրվի։ Բայց Կորինթացիների մեջ ասում է սիրուն հետևեցեք։ Այսօր խնդիր է սիրո հետ կապված, սիրելիներս։ Սեր ամենամեծ գործոնն է, որովհետև հենց ինքը Աստված սեր է։ Եվ հենց այդ սեր ասելով նշանակում է, որ միանգամից դու տեսնում ես Աստծուն։ Սաղմոսի մեջ ասում է երկինքը նրա փառքը կպատմի, երկիրը նրա զորությունը։ Դու եթե նույնիսկ մի պահ մոռացել ես ամեն ինչ, մի հատ նայ երկինք, տես այդ ինչ հետաքրքիր փառքն է պատմում, պատմի ես լեռները, բուսականությունը, բնությունը, կտեսնես, որ երկինքը քո գլխին է, որ մի ժամանակ ճնշումը տեր քեզ փորձում գլխապտույտ առաջացնել, հիմա ամբողջ Աստծո տեսարանը քո առջև կպտտվի ու դու կասես փառք ես Տեր ջան, որ քո նման հզոր Աստված ունեմ ես։ Ամեն։ Հալելույա։ Արժե նրան փառք տալ։ Գործ առաքելոց 10-րդ գլուխ առաջի 4 համարում։ Կեսարիայում Կորնելիոս անունով մի մարդ կար, իտալական կոչվող գնդի հայրապետ։ Նա բարեպաշտ աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություն էր անում եւ ամեն ժամանակ աղոթում էր Աստծուն։ Բարեպաշտ, աստվածավախ, ընտանիքով միշտ բարեգործություն էր անում, բացի միշտ աղոթքի մեջ էր։ Հիմա ես ուզում եմ, սիրելիներս, հասկանանք Աստվածաշնչից ասում է շատերը հյուր ընդունելով, դու ինչ գիտես, տվյալ մարդը, որ այդ պատկերով գնում, արդյոք հրեշտակ չէր։ Տիրոջ խոսքը գրված է, եթե գրված է, ուրեմն պիտի կատարվի։ Մենք այսօր ամենաառաջի բանը, որ կատարեցինք, Հովել Մարգարեության խոսքը մեր եկեղեցում իրականացրինք։ Մեր մանուկների բերանից Տերը պիտի խոսա։ Խոսած առաջի Սաղմոսը, ոսկե կանոնը, այնինչ որ մարդիկ ուզում եք, որ ձեզ անեն, դուք արեք իրանց։ Երանելի այն մարդը, ով մեղավորների նստած տեղը չի նստում, նրան ճանապարհով չի քայլում, բայց ուզում եմ վերադառնանք այն տեղը, որտեղ որ մենք մեր մանուկներին արդեն բաց ենք թողնում Տիրոջ օծությունը բոլոր եկեղեցու վրա։ Այո, սա իրականություն է եւ երրորդ տեղը, որ ինքը ասեց, սա շատ կպչող ու ազդեցիկ։ Հովհաննես 3:16 Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ միջև իր միածին որդուն ինչ արեց, տվեց, չխնայեց,
ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն այս 3 կարևոր սկզբունքները մենք պիտի կիրառենք, ինչպես Կորնելիոսը հետևություն էր անում բարեպաշտությունով, մարդկանց բարեգործություն էր անում եւ միշտ աղոթքի մեջ հարատև էր։ Գրված է, որ առաքյալները սովորության համաձայն 9 ժամին գնում էին տաճար աղոթք անելու, որովհետև դա իրանց մոտ սովորություն էր, որ պիտի այդ ժամին գնային աղոթքի։ Եկեք շարունակենք։ Օրվա 9 ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնվեց, տեսավ Աստծո հրեշտակին, որը մտնելով մոտ ասաց. Կորնելիոս, իսկ նա հրեշտակին նայելով զարհուրեց, որովհետև մարդը հրեշտակ չէր տեսել։ Ես մի հատ տենց տեսարան եմ տեսել ու զարմանքս ոնց է եղել, երբ որ ես իրան նայում եմ, դե հոգու աչքերով էի նայում, ու այն անձնավորությունը, որ տեսնում էր, ես ինչ-որ մի բանի զարմացած աչքերս բաց նայում եմ, ասեց, «Էդ ինչի ես նայում տենց»։ Ու հետ եկա ես։ Մի փոքր սենց գանգուր մազերով, մի հատ գեղեցիկ դեմքով մեկը, որ ժպիտով ինձ էր նայում։ Ու ես սենց զարմացած, որովհետև նույն բանը ես համեմատում եմ Տիրոջ խոսքով։ Փաստորեն Կորնելիոսը ես նույն բանն ենք տեսել։ Ու ասեցի, չգիտեմ, ինքը ոչինչ չասեց, բայց իրա ներկայությունը, գիտեք ինչ ձև էր։ Ժողովուրդ անկեղծ եմ ասում, դուք այնքան ռեալ չեք, ինչքան ինքը։ Սիրելիս, ես էլի նորից եմ ասում, եթե նույնիսկ համացանցով դիտողները կզարմանան, ես նորից եմ ասում, ես եւ դու այնքան իրական չենք, ինչքան Տիրոջ հրեշտակները, Տիրոջ առջև կանգնող մարդիկ ու հոգևոր կյանքը, որովհետև այս կյանքը ժամանակավոր առաքյալն ասում է հրի պես է, ծխի պես է, գոլորշիի պես է, մեկ տեսնում ես ինքը գործում է, մեկ տեսնում ես արդեն չկա։ Այստեղ եկեք ուշադրություն դարձնենք։ Ինչ է Տեր, նա ասաց նրան, քո աղոթքները ու քո ողորմությունները Աստծո առաջ բարձրացան, քո մասին հիշեցնելու համար։ Սիրելիս, Տերը հիշեցնելու է քո ամեն բաները, քո արածը եւ չարածը։ Տեսենք ինն ասեց, ինչ բաժին ունես, եկել ես իմ մեղքի մասին խոսես, բայց Տերը դրա մասին չէր ասում։ Եկեք կանգնենք, սիրելիս։